Այս ամբողջ ժողովուրդը իրական տնտեսվարողներն են, իրական այս ոլորտը ներկայացնողներն են։ Ու եկել են այդ հարցերի բարձրաբանումը տամ, այդ ոնց ալում, որ դուք ոլորտը ներկայացնող մարդու հետ ասում եք ոլորտի հարցերը լուծած է, բայց այսօր բոլորս հարցերի մեջ ենք։ Եկել ենք տեսնենք փոխվարչապետին ու իր ներկայությամբ մեր նախարարի հետ այդ հարցերը բարձրաբանենք մեր աջակցման մասը, որտեղ մեկ ամիս առաջ նորից հանդիպում ենք ունեցել, մեկ ամիս առաջ սպասում էինք, որ շատ կարճ ժամանակում մեզ կաջակցեն, սակայն մեկ ամիսը անցել է, ոչ մի նորություն չունենք։ Ինչքան ժամանակ է ոլորտահանման ունեք։ Հայաստանի Հանրապետության ձկնամթերքը ամսի 12-ից մայիսի փակվել է։ Ձուկ ձկնամթերք։ Ինչ պատճառաբանություն են ձեզ ասել։ Մեզ չեն ասել, ընդհանուր իրանք Ռոսել Նազարով ներկայացրել է, որ Հայաստանի ձուկ ձկնամթերքը ոչ որակյալ է եւ ինչ-որ բաներ են գտել, ժամանակավոր ստուգում են անում։ Եկել են ստուգում են արել 4 տնտեսությունների պետք է մտնեն, բայց 2-ի մոտ են արել, 2-ի մոտ էլ դրական եզրակացությունով գնացել են։ Հետո իրանց որոշել են, որ փակել են։ Ինչպես ներկայացրեց մեր ՍԱՏՄ ղեկավարը, Հայաստանի Հանրապետության 97% ձկնամթերքը իդեալական վիճակում է ու ես դա փաստում եմ։ Բա ինչի համար։ Դա իրանց հարցեր է։ Օրինակ առաջարկում են եվրոպական շուկաներ, առնվազն գնահատություններ ունեցել եք, ինչ խնդիրներ տեսնում, ինչու՞ դա։ Հարգելի եվրոպական շուկան նոր չեն արել։ Եվրոպական շուկան մենք բազմից ենք քննարկել։ Եվրոպական շուկան մենք մրցունակ չենք։ Եվրոպական շուկայում մենակ մի հատ տնտեսություն կա նորվեգական ձկնամթերքը, որը 1.150.000 տոննա 24 թվականին արտահանել է։ Դուք հասկանում եք այդ ինչ տվյալ։ Մենք 14,000 տոննա արտադրանք ենք տանում Ռուսաստան, Հայաստանն էլ ինքնաբավ պահում ենք։ Իսկ մենք մեր արտադրանքը ավելացել է Ռուսաստանի եւ մենք շուկայում կարացել ենք տեղ գրավենք, երբ որ Ռուսաստան եւ Եվրոպայի սանկցիաները իրականացվեցին։ Դրա արդյունքում այսինքն մենք անգամ Ռուսաստանում էինք զորով մրցակցում նմանատիպ երկրների հետ։ Մենք այսօր տանենք իրանց տան մեջ կարանք մրցակցենք, ո՞նց եք պատկերացնում։ Եվրոպան 50 միլիոնից ավելի աջակցություն տվեց Հայաստանին, խոստացավ, որ սահմանն անցնելու համար Քերչի սահմանի, սրանք չեն օգնում։ Բայց մենք դրա համար ենք եկել, որ ասենք այդ 50 միլիոնա, 60-ը ճիշտ ասած թիվը հստակ չգիտեմ, իմանալով 200 միլիոնի մասին են խոսքը։ Մասնաբաժին տան այն գործարարներին, որոնք իրականում որպես հարկ էլի մասնաբաժին ունեն։ Մենք գյուղ ոլորտում մինչև 10% հարկ ենք տալի, գյուղ ոլորտի ընդհանուր հարկի մեջ 10%-ը ձկնաբուստերին են տալի։ Այսինքն Փոխհատուցում վնասների չեն կարա տան։ Մենք ուզում ենք պահպանման գումար, ֆիքսված ամեն մեկը իր տնտեսության, իր տարիների առաջվա ապացույցով, իր արտադրանքի դիմաց ժամանակավոր միջև հասկանանք ուր ենք գնում, որ երկիր ենք տանում, ոնց ենք վաճառում, ինչ ենք անում։ Ինչքան կդիմանա ձկնաբուծության ոլորտը, եթե Ձկնաբուծությունը դիմացել է, այս 2 ամիս է թե ձկնաբուծը խելոք նստել է, մենակ ընդամենը եկել է նախային ասել է նախարար ջան, մենք խնդիր ունենք, այդ արդեն էլ պիկն է, տեղ չկա դիմանալու։ ինչքան կդիմանա ոլորտը։ Ոլորտը չի կարա դիմանա, հարգելիս ոնց եք պատկերացնում, ձկնամթերքը մի հատ կենթանի օրգանիզմ գիտեք, որ առանց կեր ուտելու, առանց իր պահանջվող ծնունդ ուտելու կարա ապրի։ Մի հատ օրգանիզմ ասեք, ասեք, չէ, այս մեկը ապրում է, դու զուգդել զորովը տենց է։ Չկա տենց բան, ցանկացած կենթանի օրգանիզմ օրերի, ամիսների ընթացքում հյուսվում է, իր իմունիտետը ընկնում է, եւ այդ կենթանին դառնում է ոչ պիտանի, ոչ վաճառքի, ոչ ուտելու վերջպես ոլորտը պայթում է, մեր սաղ արած 20 տարվա իմ անձնապ, մարդիկ կան 23 տարի, մարդիկ կան 15 տարի, բայց այս ոլորտը մենք սկսել ենք ոչ ինքնանպատակ հենց զարթնել ենք ոլորտ ենք։ Մենք սկսել ենք այս ոլորտը մի բանով, որ 2000-ական թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ասեց զարգացող ոլորտ է, երակա ճյուղ ենք ճանաչում, հարգելի Հայաստանի բնակիչներ, եկեք ներդրեք աշխարհում եկեք ներդրում արեք։ Աշխարհից ով եկավ, փախավ գնաց, չկարացավ այս արևին դիմանը։ Մնացել են իրական հայ տնտեսվարողները, որ կյանք են դրել այս ոլորտի մեջ։ Դուք պատկերացնում եք 300-ից ավել տնտեսվարող եղել։ Այդ կոլապսների դիմանալով այսօր 100-110 հոգի մարդ էր մնացել, երել են մարդիկ են, որ համ երգիրն են սիրել առաջին, համ իրենց գործն են սիրել ու կյանք են դրել սրա համար։ Ոչ թե պրոստե եկել են, ասում են, հոպ, էսի խանութ է, կայնեք բացենք, պակենք, տես բան չկա։ Կենթանի օրգանիզմը 365 օր 24 ժամ այդ ապրանքի հետ մենք ապրում ենք։ Իսկ ինչ որ չափ կոնեկտիվացիա ունեք տեղական։ Ձեզ որ Այո, ունենք, բայց իրականում բաշխում գոյություն ունի։ Մենք տենց ենք կազմակերպել մեր բաշխել ենք, ոմանք Հայաստանի Հանրապետությունում են վաճառել, ոմանք արտահանել են։
շուկա ընդհանրապես 1 կիլոգրամ ձուկ չեն վաճառում։ Դուք պատկերացնում եք 27-30 հազար տոննայից 10 հազարն է Հայաստանում վաճառվում, մնացածը սաղ արտահանվում է։ Այդ մարդիկ պլանավորում են ունեցել, բոլորս հանձինս ինձ քանի տարի է ես Հայաստանի շուկայից դուրս եմ եկել, ֆիքսած ժամացույցով գիտեի, մայիսին այսքան եմ ծախելու, նոյեմբերին այսքան եմ ծախելու, հունվարին այսքան եմ ծախելու։ Իմ պլանավորված գնում է։ Այդ զուգը դուք գիտեք որ վախեմ ասում, խեղաթուրված է սաղ իրականությունը։ Լրատվամիջոցները ցույց եք տալիս, զուգը մի ժամում աճում է, զուգը գիտեք ինչքան դանդաղ է աճում։ Մեկ զուգը միջև վաճառքի հասնել է 2 տարի պահում ենք։ Ուղղակի մենք այնքան կազմակերպված ենք անում։ Մի օր այս ամիս այս մայլոկն ենք դնում, մյուս ամիս մյուս իկրան ենք դնում, որ 24 ամիս հետո, որ միշտ մեր Հայաստանի Հանրապետությունը զուգ ունենա, միշտ կանանք շուկայում գնողունակ կլինենք եւ մրցունակ։ Ցույց եք տալի ասում եք ամեն ինչ նորմալ է, ցույց եք տալի ասում եք 97%-ը պատրաստ են արտանման։ Լսեք մարդը ինչ ասում, ասում է 97% ապրանքը պիտանի է, 97% ապրանքը իդեալական է։ 97%-ը պատրաստ են արտանման, չկա տես բան, իրականությունը ցույց տվեք։ Ասում եմ ձուգը դանդաղ աճում, ձուգը աճում է 2-ից 3 տարի։ Դուք ցույց եք տալի ձուգը աճեց։ Ձուգը մի ժամ հետո չկա տես բան։ Ձուգը ցանկացած ձկնամթերք, որ դուք այսօր խանութից առնում եք, մինիմում 18 ամսվա կյանք ունի տնտեսվարողի ջրավազանում։ Իսկ արտահանվող 24-30, որովհետև արտահանվող շուկայի պահանջարկը 2-3 պլյուս է։ Իսկ դուք գիտեք այդ ինձ մենք դրեցինք զուգը, ասեցինք զուգը աճի, զուգը աճեց։ Չկա տես բան։ Մենք այսօր ցանկացած մեր ձգան ուղեգիծը գիտենք, երբ է դրվի այդ իկրեն, ինչքան կերակեր է, ոնց է կերել, որ ջրաբազանից, որ ջրաբազանն է գնա։ Կյանք ենք դնում ենք այդ ապրանքի հետ։ Ու ոչ միայն ես, այս բոլոր ամբողջ ուզում եք հարցրեք, իրանց բասենի հատիկ ձգները գիտեն, երբ են դրել, ինչքան կեր են դրել, ոնց են արել, ինչքան հոսանքի մեջով նրանց ինչ կարկուտ կայծակի տակ զուգ են պահել։ Հա, մի հատ հովին կայնում եք, գիտեք ամեն ինչ նորմալ է, տես չի, շատ վատ է։ Այսօր վարկե, եթե տնտեսությունը քո ղեկավարը քեզ ասում է գնացեք ինչքան կարեք զարգացրեք, բոլոր միջոցները օգտագործում ենք, որ վարկ վերցնենք, մեր տնտեսությունը զարգացնենք։ Դուք պատկերացնում եք, ասում եմ 20 տարի առաջ երազանք էր, որ Հայաստանի Հանրապետությունը 1000 տոննա ձուկ ունենար։ Մենք այսօր ինքնաբավ ենք 10-12 հազար տոննայով, այդքան էլ ավել արտանում ենք։ Գոնե նույն լրատվամիջոցները հասկացեք, դուք կենթանի ձկնամթերք եք ուտում, աշխարհում չկա նմանը։ Դա էլի մեր շնորհքն է, մեր ճիշտ կազմակերպման շնորհքն է, որ կարող ենք Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներում, մարզերում եւ շրջաններում ակվարիումի ձուկ եք առնում։ Ոչ թե այսօր Պարսկաստանը զարգացած այդքան ձկնամթեր չունի տենց բան, որ կանեք այդ կենթանի առնենք։ Մորցած սատկած խալաձելիկները լցած ձուկ են ուտում։ Ռուսաստան, Նորվեգ չկա տենց բան։ Մենակ մենք ենք այդ մենտալիտետը մենք ենք մտածել, այդ ձևը մենք ենք մտածել։ Ու դա ճիշտ աշխատանքի սիրելու արդյունքն է, որտեղ մենք գործնել ենք սիրում, մեր սիրը մեր պետությունն էլ ենք սիրում։ Ոչ մեկը մի օր չի փորձել գնա երգից ուրիշ տես գործ անի։ Այսինքն ռուսական շուկայում մրցունակ է եղել։ Միշտ է մրցունակ եղել։